Ինքը մտածում է, որ իր տղեն բոքսեր դառնա, ուժեղ լինի, դերբով լինի ու ոչ մեկից չվախենա։ Ապագա բռնցքամարտիկը ուժը ցույց կտա տարիներ հետո։ Մոր գրկում, խոսքում զուսպ է, լուրջ, մի քիչ էլ ըմբոստ, ինչպես հայրը։ Քաջ Վարդան է մեծանում։ Հորը վերջին անգամ մարտին է տեսել։ Վրեժ Սարգսյանը երկու ընկերների հետ զոհվեց ապրիլյան պատերազմի ընթացքում։ Նախագահական նստավայրում բոլոր զոհված տղաների ծնողներն են, քույրերը, կանայք։ Պարգևատրվում են նրանք, որոնք մեզ հետ չեն։ Նախագահ Սարգսյանը խոսքի սկզբում խոստովանեց. ծանր է բոլորի համար։ Պետական բարձրագույն պարգևները հետմահու են։ Նրանք իրենց կյանքով ու սխրանքով մարմնավորում են Հայաստանի քաղաքացու եւ հայ զինվորի պատվի վարքականոնը, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել։ Անհնար է լինելու, որովհետև նրանք ներկա են այստեղ, ներկա են մեր մեջ եւ մեր շուրջը։ Ավելի ներկա են եւ ավելի մեծ գործ են անում, քան առանձին ներկա ստացողներ։ Նախագահը նշեց բոլորին, անուն առանուն, դիմեց ներկայով։ Սիրելի պարգևատրվողներ, Նախագահը շեշտեց, 100 տարի անցել սերունդները հիշելու են մերօրյա հերոսներին, որոնք ճակատագրական պահին ընտրել են ազատությունը եւ արժանապատվությունը։ Զոհված հետախույզ Գեղամ Մկրտչյանի կինն է, ամուսնու երկրորդ պարգևն է ստանում։ Առաջինը Արցախի նախագահ Բակո Սահակյանից էր։ Հարության մեդալ։ Շուտով կծնվի առաջնեկը։ Ինքն էլ ամուսնու պատգամով կշարունակի ծառայությունը պաշտպանության բանակում։ Եթե տղա լինի, գրելու է իր հոր անունը։ Փրկյա, ազատյա, հերևելի եւ աներևույթ թշնամիած։ Զոհված տղաների համար հայրապետական աղոթք հնչեցրեց ամենայն հայոց կաթողիկոսը։ Մեր հերոս զավակները իրենց ծաղկուն կյանքը, պայծառ երազները պարգևեցին հայրենիքի, հարազատ ժողովրդի, ազատ ու ապահով կյանքի պաշտպանությանը։ Գեղամի, Վրեժի բոլոր զոհված տղաների ազգականներին պարգևները ստանալու են ուղեկցում Վազգեն Սարգսյանի եւ Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները։ Նրանց ներկայությունը դահլիճում պատահական չէ։ Նախագահ Սարգսյանի հատուկ խնդրանքն է։ Յուրաքանչյուր կուրսանտ պետք է կապողողակ դառնա զոհվածների ընտանիքների եւ բանակի միջև։ Կուրսանտները պետք է մշտապես կապի մեջ լինեն նրանց հետ, դառնալով ընտանիքի լավագույն ընկերը։ Սպայի համար չափազանց կարևոր է, որպեսզի լինի մեր հերոս զոհված զինվորների ընտանիքի կողքին, որպեսզի հասկանա որթե կորույս ծնողի ցավը, որպեսզի հասկանա ընտանիքի որդու գինը, որպեսզի հասկանա զինվորի արժեքը։ Նախագահական նստավայրի բակում էլ կուրսանտները ծանոթանում են այն ընտանիքների հետ, որոնց հետ են լինելու բոլոր ուրախ եւ տխուր օրերին։ Կիսելու են ցավը, բաժանելու ուրախությունը։ Վպարտ եմ դրա համար, որ գոնե այդքանը կարող եմ անել։ Կուրսանտ Ժորան կապ է պահելու արցախցի Մասիս Թովմասյանի ընտանիքի հետ։ Շուտով կայցելի Արցախ կծանոթանա ընտանիքի խնդիրներին եւ հոգսերին։ Հեռավորությունը խոչընդոտ չի լինի, Արմավիրցի տղան այնտեղ կլինի պարբերաբար։ Ծանոթանանք, կտեսնենք ինչի կարիք են զգում, այնուհետև կտեղեկացնենք մեր վերադաս հրամանատարությանը։ Մինչև սպայական կոչում ստանալը կուրսանտները ընտանիքների հետ են լինելու։ Ընտրությունները կատարելու ժամանակ իրենք են նախաձեռնություն ցուցաբերել եւ խնդրել, որ իրենց անպայման կծագրեն։ Նախագահն իր ելույթում ընդգծեց. զոհվեցին շատ երիտասարդներ, որոնք իրենց վարքով հասուն դարձրեցին ամբողջ հասարակությունը, աշակերտից դարձան ուսուցիչներ։ Ննջեք խաղաղությամբ եւ հաստատ իմացեք, որ մենք ձեզնով ենք ազգ, ձեզնով ենք երկիր եւ նույնիսկ ձեզնով ենք մարդ։ Դա գիտակցում է եւ չի մոռանալու մեր ժողովրդի յուրաքանչյուր սերունդ։ Դուք մեզ թողեցիք մեծ ցավ, բայց նաեւ մեծ հպարտություն եւ պատգամ։ Մենք խոնարհվում ենք ձեր արածի առջև եւ խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքերով։ Հայգու Հյասատրյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։